40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ արդեն ոչ մի բանի պետք չեմ։ Աղջնակը սիրահարվել է եւ առաջարկություն արել։ Պրոստին առա կարմիր գույնի, այդպես փաթեցի վրա, ասի կլինի sense գամ, չի կարելի, ասենք բանկոմատը ձեր փող ես անում, ստեղ իշո մեկը կանգնած լինի։ Մենք մենակ սովորենք, որ պետքա ժամանակին վճարել գազի եւ լույսի վարձը։ Չարեմ գնամ գյուղ, տնից դուրս չգամ ու ինձ ոչ ոք չտեսնի։ Նյարդերիդ վրա ավելի շատ ազդում է Զիրոյանը, թե Ավետ Զոհրաբյանը։ Ողջույն, Թերթեյմ Լայֆի եթերում առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ։ Ողջույն Ռաֆայել։ Ողջույն Անջան։ Շատ շնորհակալ եմ, որ եկար։ Ասма ձգձգվեց իմ գալը այստեղ, բայց ասма երևի լավն էլ էսել։ Ինչքան ավելի լավ է ուշ, քան երբեք։ Շնորհակալություն հրավերի համար ու շնորհակալություն, որ երկրորդ հյուրն եմ ես, որովհետև ասма։ Չես ուշացել, երկրորդ հյուրն ես։ Ասելիքը ինձ թվում է կլինի հետաքրքիր ավելի։ Մենք մի տարածքում ենք, որտեղ չենք թաքցնում իրականությունը եւ չենք կեղծում, խոսում ենք անկեղծ։ Ռավ, դու շատ անկեղծ մարդ ես ու որտեղ դու կաս միշտ ժպիտ կա, անհնար է դու դրամատրություն չստեղծես, որտեղ որ դու ներկա ես։ Բայց ինձ հետաքրքիր է բեմից ներքև առանց քո ընկերների, առանց տեսախցիկների, տանը մենակ երբ լինում ես քո սենյակում, ինչպիսին ես։ Երեկոյան ուրեմն երգ էի ձայնագրվել, նոր երգ եմ ձայնագրվել, որ պետքա տեսահոլովակ նկարահանվի ու մեքենայի մեջ նստած երեկոյան գնում եմ տուն ու որ ուղարկեցին լսեցի տենց տրամադրությունից բարձրացավ ու սենց ինքս ինձ սկսել եմ տենց խաղում եմ, թե ոնց պետք է խաղամ տեսահոլովակի մեջ ինչ պետք է անեմ, եկե պտտվեմ տեսնեմ, կողքի մեկը էս ինձ էս ասնայ, որ ես չգիտեի ինչ անեմ, սկսեցի արդեն կանգնած ես կարմիր լույսի տակ ալել, սկսեցի իշխանած էլի բան անել, որ յանի տենց ամոթով չմնամ։ Իրականում Դե տանը քանի որ եթե մնում եմ Երևանում, դե մենակ եմ ապրում, իսկ եթե գնում եմ գյուղ, էլի երեկոները ընկերներս, բան հարևաններս կամ տնեցիների հետ նստած, էլի ինչ-որ տենց հետաքրքիր բաներ ենք պատմում, մինչև գա քնելու ժամը գնանք քնենք։ Իսկ որ Երևանում այնպես է ստացվում, որ բուրըն աշխատանքային օրվանից հետո դե պարզ է մարդ ես ուզում ես մի քիչ հանգստանաս։ Ես սիրում եմ գնալ եւ ինձ չխանգարեն։ Լռություն եմ սիրում։ Գնալ տանը, պարկել, սիրուն, հանգիստ, միացնել հեռուստացույցը, մի հատ ֆիլմ դիտել, որ ոչ մեկ քեզ չխանգարի, ոչ մեկ ոչ մի բան չասի, ֆիլմը վայելես ու գնաս պարկես հանգստանաս, որպեսզի առավոտյան էլի առույգ արտանաս ու կապնես գործերին։ Այնպես է ստացվել, որ տանը մենակ եմ, Աստված առաջ, բայց տեսակովս այնց եմ, որ նույն բաները, ասենք, ես սիրում եմ լինել, կներեք ասում ռուսերեն ասեմ, դուշա կամպանի, տրամադրություն ստեղծել, այդ մթնոլորտ ստեղծել, չեմ սիրում եմ, որ նստում են, ինչ-որ լրջացնում են, սենց սկսում են, չէ, տրամադրություն ստեղծել, ուրախ մթնոլորտ ստեղծել, տանը ում է տանում։ Մենակ այն ժամանակ, երբ որ չնայած ինչ ֆիլմ, որ պետք է նկարահանվեմ, կամ ինչ ներկայացում որ ես անում եմ, եթե այնտեղ կան պերսոնաժներ, կերպարները, որոնց որ պետք է մարմնավորեմ, ես սիրում եմ հայելու առաջ ինքս ինձ կերտել այդ կերպարը, եթե ինձ համար խնդալու է, իսկ ես մի քիչ ավելի ուշ եմ խնդում ինչ-որ բաների վրա, եթե ինձ համար դա հետաքրքիր է ու խնդալու է, այդ պայն համոզված եմ լինում, որ հանդիսատեսի համար հաստատ խնդալու կլինի ու թութու պարկասու լեզկան ժամանակ չեմ սխալվել։ Ռավ, երբ մենք ծանոթացանք, ես շատ լավ եմ հիշում այդ օրը, մենք մի քանի րոպե շփվեցինք, դու հանեցիր քո մեքենայից քո մանկության լուսանկարը, քո մայրիկի, քրոջ եւ հորաքրոջ լուսանկարը ու սկսեցիր երկար պատմել։ Ու Աստվածաշունչը։ Հա։ Ու Աստվածաշունչը միշտ հիմա կա։ Ճիշտ ես։ Հա, իմ մոտ կա, մեքենայից մեջ կա, հա, Աստվածաշունչը, մայրիկիս նկարը, քույրիկիս, հորաքրոջս իմ այդ լուսանկարները միշտ իմ մեքենայի մեջ կա ու միշտ ինձ մոտ կա, որովհետև այնպես է ստացվել, որ շատ լուսանկարներ փոքրուց չունեմ, ընդամենը մի քանի լուսանկարներ կան, որոնք որ ես տենց շատ այն որ ասում եմ սրբի պես պահում եմ, էլի, հիշողության պես այդ ամեն ինչ ինձ մոտ պահում եմ։ Դրանք առ այսօր մեքենայից մեջ են, դրանք միշտ ինձ հետ են, ես ասենք որտեղ որ գնամ հանգստանալու, այդ պետք է լինի իմ բուջուրի կտակարանը, նկարները ինձ հարազատ մարդկանց, որովհետև տենց բան եմ զգում, էլի, տենց լիարժեք եմ զգում, եթե մոտս չի լինում, կարող է տենց բայտակ բան լինի, էլի, տենց մոտս
դիսկոմֆորտ լինի, դրա համար միշտ մոտս է։ Դու քո մանկության դրվագներից պատմեցիր այդ օրը ու ես զգացի, որ շատ ես սիրում հետ գնալ, հիշել քո մանկությունը, երբ որ հիշում ես, ինչն ես ամենաշատը կարոտում կամ ում ես ամենաշատը կարոտում։ Վայ, Անջան, ես ասում եմ բազմիցս խոսել եմ սրա մասին, ես չեմ սիրում շատ անցյալով ապրել, որ վայ, այն ժամանակ այնքան լավ օրեր եմ ունեցել, այնքան լավ պահեր եմ ապրել, բայց ասում եմ ես սիրում եմ ապրել ներկայով եւ ձգտել դեպի ապագան։ Անցյալը մոռանալ չի կարելի ու ջնջրել չի կարելի անցյալը։ Լավ մանկություն եմ ունեցել, հետաքրքիր օրեր եմ անցկացրել գյուղում։ Այս վերջերս էլի առիթ էր խոսում էի այս ամեն ինչի մասին, հա ինձ գյուղը շատ բան է տվել ու շատ բան է տալիս առ այսօր։ Ես հիմա էլ որ գնում եմ գյուղ, իսկ ես կապված եմ շատ մեր գյուղի հետ, որ գնում եմ գյուղ, ես տենց ասում եմ բոբիկ շորտիկով հողերի մեջ էլի նույն ձև ոնց որ այն ժամանակ էր ուղղակի հիմա լույս կա, ջուր կա, լողանալու արմարություններ ամեն ինչը կա։ Եվ Instagram կա, որը ցույց ես տալիս Instagram։ Հա, եւ Instagram-ը կա, որ ժամանակ առ ժամանակ հայրիկիս հետ ասում հա, դες պուճուրիկ ինչ-որ տենց բաներ եմ նկարում, որովհետեւ պապաս ինքը իր տեսակով շատ բարի ու դրական մարդ է, հողագործ։ 80 տարեկան մարդ առ այսօր տենց կապված է հողին ու ամեն անգամ երբ որ գնում եմ ասենք գործից հետո տուն, կոստյումով եմ գալոյով բան, նա հիմա ասում է միշտ ուզել եմ գալստուկ ու կոստյում հագնեմ, ասեմ պապ ջան, դու ուզել ես հիմա էլ ես հագնեմ, բայց մենք որ խոսում ենք, ասում բայց հողից պետք է չկտրվես, ծառ պետք է տնգես, ջուր պետք է անես, բերք պետք է մշակես, ապրանք պետք է պապան այդ տեսակ մարդու։ Ես սիրում եմ այդ ամեն ինչը միշտ նկարահանել ու թող արխիվ, որպես արխիվ համել մնա ինձ մոտ։ Գյուղը այն ժամանակ դե պարզ է 90-ականներ, մութուցուր տարիներ, ասում եմ կյանքի համար պայքար, հագուստի ամեն ինչի համար պայքար, չնայած այդ ամեն ինչի մեջ նաև ունեցել ենք շատ լավ մանկություն, շատ հետաքրքիր խաղեր, ճամբարներ, անասնապահություն, այն ինչը որ կարելի է զբաղվել գյուղում ու ես չեմ ամաչում դրա մասին բարձրացնել, որովհետև դա իմ կյանքն է, ես այդտեղ ծնվել, ձևավորվել, ամրապնդվել, ավելի կոփվել եմ ու ավելի մարտեսակի երևի թե այդտեղից է տենց եկել ու առ այսօր էլ երբ որ գնում եմ գյուղ, ես պետք է գնամ դաշտ, դեղց հավաքեմ, ես պետք է գնամ, ասենք, պապայի հետ օգնեմ պապային դաշտը ջուր անենք, ու այս վերջերս շատ բաներ, տենց գնացնենք երեկոյան, տենց պապային ասեմ, պապ դու բատարեն պայի, ես այդ արվակների փութ են ասում, էլի, կփոխեմ որ կողմ գնա ինչ ձև գնա բան, սենց բանում եմ այդ ցեխերը, տես դնում եմ այս կողմ, այն կողմ, սենց գործ եմ անում, պապան պայել, ասես բատարեն, ասում չի ասում, լավ էլ ասում բան ես ասում, տես կարողանում ես ասում, ուժեղ տղա ես, էլի ասում, քաղաքը քեզ չի փոխել, ասում եմ, պապ ջան, ոնց կարա քաղաքը փոխի։ Հիմա էլ առ այսօր որ գնում եմ, տենց փորձում տենց յուղում Միջայլոց արդարության համար ասեմ, որ հայրիկդ էլ միշտ պատրաստ քո բոլոր պրեմիերաներին, միջոցառումներին, գյուղից գալիս հասնում է, ես նկատում եմ, ինքը միշտ ներկա է, հուզված, ու հաճախ նրան ցույց ես տալիս քո սթորիներում, այդ կապը մանկուց է եղել, թե ավելի շատ մայրիկից հետո է ամրապնդվել։ Եվ տեսեք, որ ասեմ, հա, մենք այն երջանիկներից ենք, մենք եղբայրներով ու քույրով մենք այն երջանիկներից ենք, որ լավ ծնողներ ենք ունեցել, մեզ լավ դաստիարակել են, լավ պահել են մեզ։ Ճիշտ է, այդպես բարձրագույն կրթություն ոչ մեկս չենք ստացել, որովհետև տենց ժամանակներն են այդպիսին, բայց մարդ է դաստիարակել, մեր մաման ու պապան մեզ դաստիարակել են մարդ։ Կապը եղել է միշտ, մամայի հետ այն ժամանակ կապը ավելի շատ էր, քան հայրիկի հետ, բայց մամայի մահից հետո բնականաբար հիմա ունեմ հորաքույրս, նախշն հորաքույրս, որը որ ինձ համար համել կարելի ասել երկրորդ մայրը հանդիսանում ու բոլորը նրան ճանաչում են որպես հորքուր, մեր ասպարեզում ով գիտի, ով գալիս է մեր տուն, գիտի որ գնանք հորքուրը համով բաներ պատրաստի, որովհետև հորաքույրս էլ 76 տարեկան, ինքը միշտ սիրում է համեղ բաներ պատրաստի, հյուրեր ընդունի, ճանապարհի միշտ սիրում է ու այդ ամեն ինչը ասում եմ, մենք եներես բոլորը գիտեն ու որ գնանք մի հատ նախշունի կոլոլակով ճաշը, գնանք մի հատ նախշունի լո, գնանք նախշունի լապը լավա ձուկ սարքում, գնանք բան մի խոսքով։ Կապը կա, այդ ամեն ինչը կա, պապայի հետ ավելի է ուժեղացել հիմա կապը մայրիկից հետո, որովհետև
ամեն անգամ երբ որ գնում եմ գյուղ, հենց կանգնում եմ, իսկ papan գիտի որ այսօր պետք է գնամ գյուղ, ինքը սպասում է ինձ արդեն, որ ես պետք է գնամ գյուղ, ու ինքը սպասում է ինձ արդեն պատրաստված։ Կոլոլակով ճաշով։ Սափրված, սիրուն, բան, որովհետև ես ասում եմ, papa ինչքան կամ, հանկարծ մարդ ես, կարող ես մի օր գալիս եմ ընկերներիցս մեկի հետ։ Միշտ կոկիկ, սիրուն, լավ խնամված, պապ ջան, լավ հագնվի, լավ բան։ Ես դաշտի մարդ եմ, ես հողագործ մարդ եմ, կապ չունի, երեկոյան որ գալիս ես տուն, դու պետք է լինես կոկիկ ու բան։ Ու որ ինքը գիտի որ ես գալիս եմ, կամ որորը որ ասենք իմ հարևանի տղան Ալեքը, երբ որ օրինակ երեք զանգել ասում ռավ խո այսօր չես գալի, ասեմ ինչի համար, ասում ապեր Երանոսյան ասում է, հենց ես թրաշվել է, տազաշոր նակել է, բան ասեմ, չէ, վաղը պետք է կանգերի մի օր բան արը, շփոթել է։ Ինքը կոկիկ հագնված բան սպասում է, որովհետև տենց ամեն անգամ երբ որ գնում եմ, ինքը ասում, բայց երբ ես գալու։ Ասեմ, պապ եկել եմ, բայց ինքը ասում է, երբ ես գալու։ Ինքը անընդհատ սպասում է։ Խանգարում է այդ հարցը։ Դե ոնց ասեմ, դե հա։ Ճնշում է ավելի։ Չի, ոչ թե ճնշում է։ Մեղավորության Գիտես զգացում։ ոնց է որ հասկանում ես որ ամեն վարքյան եթե դու ունես 1 ժամ կամ 1 րոպե ազատ ժամանակ դու պետք է անցկացնես ծնողիդ հետ։ Դու պետք է գնաս տեսնես ծնողիդ, որովհետև ուրիշ էլ ինչ, եթե ոչ իրանց հետ, ուրիշ էլ ինչ պետք է անես, եթե ոչ անցկացնես քո այն թանկագին վարքյաններն ու րոպեները անցկացնես քո ընտանիքի հետ միասին։ Իսկ ես երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, գործից բերումով այնպես է ստացվում, որ շատ չեմ կարողանում, ամեն օր չեմ կարողանում գնալ, ամռանն ավելի շատ եմ գնում, բայց այս ընթացքում ավելի գործերը, քանի որ շատ են ներկայացնում ու նկարանումները, դրա համար 2 օրը 1, 3 օրը 1 եմ կարողանում գնալ տուն, գյուղ, հյուրախաղերն են մի քիչ ավելի շատացել, բայց երբ որ լինում է այդ ազատ ժամանակը, անպայման պետք է անցկացնեմ պապայի հետ, հորաքրոջս հետ, մեր տանը, հարևաններիս հետ, ու տենց, ու ամեն անգամ երբ որ գնում ես տունել, դե ծնողը ուրախանում է քո հաջողություններով, քո ամեն ինչով ուրախանում է, չնայած միշտ այդ խոսակցությունը կա, ամեն ինչ լավ է Ռաֆիկ ջան, papan ասում, ամեն ինչ լավ է Ռաֆիկ ջան, բայց ընտանիքապետ, տունապետ, դե հասկանում ես, հայրը մտածում է ու դու էլ ես հասկանում, որ հա պետք է այդ ամեն ինչը, բայց մեկ էլ ես պայտակ, մեկ էլ տենում ես տենց ուրիշ տեղ է գնում papan։ Ախ մերը դել տեն արես ամեն ինչը, պապ ջան ասում, հավատա, ես հավատում եմ այդ գերբնական ուժին ու հավատում եմ, որ այդ ամեն ինչը տեսնում եմ ու ուրախ եմ։ Ռավ, մենք նախորդ հաղորդման ժամանակ Աննայի հետ Էլբակյան խոսում էինք, որ հաճախ մենք բոլորս չենք գնահատում մեր կողքի մարդկանց ու կորցնելուց հետո ենք միայն հասկանում կամ սկսում գնահատել, երբ մամայիդ մահը ինձ թվում է քո կյանքի շրջադարձային փուլերից մեկն էր։ Այ հիմա որ նայում ես դու գնահատում էիր այդ պահին, թե կորցնելուց հետո հասկացար։ Ու հիմա երբ որ նայում ես որպես ցավ թե կյանքի դաս այդ իրադարձությանը։ Ասում եմ, մենք եթե իմանանք ինչ է լինելու հետո կվարվենք լրիվ ընդհանրապես ուրիշ ձև, բայց ոչ մեկս ապահովագրված չենք ու ոչ մեկս չգիտենք թե վաղը ինչ կարա լինի։ Հա, մամայի մահը մեր ընտանիքում դա առաջին դեպքն էր մեր ընտանիքում ու մեր բոլորի համար էր շատ ուժեղ հարված ու շատ ուժեղ ցավ։ Իսկ ցավը անբուժելի է, որ ասում են ժամանակի ընթացքում անցնում է, բան չէ, գնալով որ մի քիչ ավելի մեծանում ես, մի քիչ ավելի ուրիշ ձև ես դառնում, ավելի տենց իմաստուն են դառնում մտքերդ, կյանքին սկսում ես մի քիչ ուրիշ ձև նայել։ Հա, եթե ես մտածեի այսպես ինչպես որ մտածում եմ հիմա, միգուցե այն ժամանակ երևի ավելի շատ կանցկացնեի տանը ու ավելի շատ կանցկացնեի գյուղում ու ավելի շատ կլինեի ծնողներիս կողքին։ Չգիտեմ ոնց պատասխանեմ, ինչ ձև պատասխանեմ։ Ցավը այնպես է, որ չի բուժվում տարիների ընթացքում է, տեսեք արդեն ահագին տարիներ անցել, բայց ասենք այդ ցավ ոնց որ 3 լիներ, ոնց որ դու այդ ամեն ինչը 3 ապրած լինեիր ու մամայի մահից հետո էլ կյանքից նոր փուլ բացվեց, մի քիչ ավելի ուժեղ դարձա երևի թե, որովհետև երբ որ մամայի մահից հետո բարձրացա բեմ ու հանդիսատեսը ինձ ծափը արեց, ոտնկայս, մի հատ չեմ կարող այդ ապրումներս պատմեմ, թե ինչ ձև եղավ ու ինչ կատարվեց հետս։ Իրավունք չունեմ, հա, իրավունք չունեմ, ես բեմի մարդ եմ, ես հանրային մարդ եմ, ես պետքա մարդկանց ժպիտ պարգևեմ ու մամաս էլ
քանի որ այն ժամանակ էլ մաման տենց շատ ուրախանում էր իմ յուրաքանչյուր ձեռքբերումներով, ասենք մի հատ ինչ-որ բան նկարվեի, մի հատ տեղ լինեի, ինքը պարտադիր պետքա նստեր, նայեր, մի քանի անգամ նայեր ու բանաներ, որ ասում են դե էսին, ասում են ոչինչ երեխա է, էդ էլ գդզվի, էդ էլ կշտկվի, պարտադիր չի տենց ինչ-որ բան, անընդհատ ոնց ասում եմ իմ սիրելի հանդիսատեսն են, էլի։ Ու հիմա էլ ամեն անգամ, երբ որ բեմ եմ բարձրանում, երբ որ ինչ-որ նկարահանում, երբ ինչ-որ որ լինում է իմ կյանքում, ասում եմ level up եմ անում, էլի, որ մամ ջան, տես ես էլ հաղթարեցի կամ պապ ջան, ես էլ եմ հաղթարում ու գնալով ձնագնդիկի պես փորձում եմ այդ շնորհքն ու այդ ամեն ինչը մի քիչ մեծացնել, որպեսզի համ պապ ջան դու հպարտ քայլես հիմա, համ էլ մաման երկնային թակավորությունից ուրախանա տեսնելով իր որդու հաջողությունները։ Ռավ, առաջարկում եմ զրույցը մի քիչ թեթևացնելու համար խաղ խաղանք, հետո նորից վերադառնանք, հա։ Խաղում ենք եղել է չի եղել։ Ես քեզ ասում եմ հարցը, դու ասում ես եղել է կամ չի եղել։ Դեր ստանալու համար մտել ես Արա Երնջակյանի մոտ ու համոզել, որ դու ավելի լավ կխաղաս, քան մյուսները։ Նայ, ընդհանրապես կամերային թատրոնում ինչ դինում է, եթե բեմադրում Արա Երնջակյանը կամ բեմադրում Արշոն կամ ընդհանրապես ինչ դինում է, իմ բոլոր ընկերները գիտեն, որ եթե թատրոնում գնում երեխեք վաղը ժողով կան որ ներկայացման ինչ-որ մի հատ բան կա, ես սկզբից մի հատ բան կա, մեկը այդ ներկայացումը չի ծախվելու ու իրենք գրում են արդեն Ռավ դու էլ կաս այդ ներկայացումը։ Ուրեմն ծախվելու է։ Բոլորը գիտեն, որ գնամ Երնջակյանին ասեմ վայ ես եմ ուզում ես դեր բան, չէ, այն երջանիկներից են որ Երնջակյանն արդեն գիտի թատրոնում ով ինչ կարող է անել ու ամեն մեկին ըստ արժանին տալիս է այդ դերը։ Ինքը գիտի որ սա, ասենք Ռաֆոյի դերն է, սա Զիրոյանի, սա Սենոյի, սա Լուիզայի, սա Սոնայի, ինքը գիտի այդ ամեն ինչը։ Ու դրա համար երբեք դու այդ դրա համար չես բանում, բայց ես կասեի, բայց ես կային, ինքը տենց հանգիստ եմ, որ ես ժպիտով բանը որ հավատա Ռավ, քո հավատա ու դու հասկանում ես պրեմիերային, հասկանում ես որ այդ մարդը, հա, իմաստուն մարդը ու ճիշտ է, չէր սխալվում, բայց այդ բանը միշտ կա, որ մեկը չի ծախվելու, իրանք գրում են այնց Արշեն ասում, ապեր հորս արավ ծախվելու է, որտեղ դու էլ կաս, չէ, այդ բանը միշտ կա։ Չի եղել մի խոսքով։ Չի եղել, չէ։ Վիճել ես դերասանների հետ, որովհետև փորձից ուշացել են ու ստիպված ես եղել երկար սպասել նրանց։ Հա, այդ առաջ էր այտենց, որ մի քիչ ավելի տաքայրուն է, որ եթե ինչ-որ մեկին 30 րոպե ավելի էր սպասում, իսկ մեր թատրոնում կային մարդիկ, ովքեր որ տեն ժամանակի բանը չունեն, միշտ ուշանում են։ Ասենք եթե գրազա երկուսին փորձենք, երկուսին տնեսոր դուրս են գալի։ Ժամանակին կար, տենց կռվում էին, բան, բայց տենց դες չի որ պատերազմ էր դառնում։ Մի քանի անգամ էլ եղել է նույնիսկ գնացել եմ, որովհետև տենց մի երկու օր սպասելուց հետո օգնել եմ, հասկացել եմ, որ չի Իսկ ով էր ուշանում։ Դե բոլորը կարելի ասել։ Տես մարդ ես էլ եմ ուշացել։ Ես էլ եմ ուշացել, չնայած որ մեր թատրոնի վարդին միշտ ասում Ռավ, դու ասում են լավ մարդկանց ես, որ ասում միշտ գալիս ես պարտա, ասում այդքան զբաղված նելուց բանով էլ, գրաֆիկով էլ, ասում մեկը միշտ դու գալիս ես պարտաճանաչ։ Աշխատում եմ շատ չուշանալ, որովհետև Դե հիմա հաջորդ հարցը շարունակությունն է։ Ներկայացումից ուշացել ես եւ վերջին վարքյանին շնչակտուր հասել ես բեմ։ Այո, եղել է։ Ես վերջերս պրեմիերա էր ինձ մոտ, մոլորվածը ֆիլմի պրեմիերան էր, ես այդ օրը ունեի ներկայացում եւ խցանում էր քաղաքում այդ պահին, վազելով մի խոսքով շնչակտուր 7-20 մտել եմ թատրոն, որ օգնեցին, մեկը առաջ կանակ տալի, մեկը շալվարը, մեկը կոշկը, բայց այդ հագնվելով մտաբեմ, ու այնտեղ հանդիսատեսից արդեն Ռաֆո ջան, գիտենք, ախպերս նորմալ է, բամի արա, ու եղել է, դեպքեր եղել է, որ ուշացել։ Հորինել ես պատճառ, որ չգնաս փորձի։ Չէ, չի եղել այդպես բան։ Քնած ես մնացել եւ ուշացել կարևոր հանդիպումից։ Չի եղել այդպես բան։ Ներկայացումից հետո հանդիսատեսի շարքում նստած աղջնակը սիրահարվել է եւ առաջարկություն արել։ Ինքը թե ես։ Ինքը շատ, իրանք շատ, ես էլ շատ, շատ եղել է, շատ դեպքեր եղել է, երբ որ տեսել ես հանդիսատես, տենց ներկայացման ընթացքում տենց ասում եմ, որ ֆլիրտ ես արել հետո տենց գրվել եք, հետո հանդիպել եք, հետո չի ստացվել։ Եղել է շատ, բազմիցս։ Հիմա արագ հարցեր կրկին կամերային թատրոնի մասին։ Պատասխանում ես արագ եւ միայն մեկ անուն ես ասում։ Ավելի ոճային է Լուիզա Ներսիսյանը, թե Էվա Խաչատրյանը։ Լուիզա Ներսիսյանը։ Սիրային տեսարանում կխաղայր Սոնա Մաթևոսյանի, թե Վիկտորիա Սահակյանի հետ։ Վիկտորիա հետ խաղացել եմ, երևի թե Սոնայի։ Նյարդերիդ վրա ավելի շատ ազդում է Զիրոյանը, թե Ավետ Զոհրաբյանը։ Երկուսն էլ։
Իսկ ավելի շատ։ Երկուսն է։ Մեր թատրոնում, ես մի հատ բան ասեմ, մեր թատրոնում գիտեք ոնց բոլորն իրար հետ մոտ են։ Դու երևի ճանաչում ես, գիտես, մեր թատրոնում ասում եմ մենք ուղղակի գոլեգաներ չենք։ Թատրոնը ասում եմ այնպես է Երնջակյանը ասում է հիմքի այնպես է դրել, որ բայց ասում եմ ոչ մեկի հանդեպ ոչ մի բան չունի։ Հավատա ոչ ոք չի դուրս գալի եւ իրար հետ չարացած։ Ասում եմ այդտեղ տանը ոնց է տանը վեճ է լինում, չէ՞, կռվում ես, բան, կծում ես, հումորիկներ ես անում, ուտում ես, այդ պայնի արդայնանում ես, մի քիչ տոնդ բարձրանում, բայց այդ ամեն ինչը թատրոնից դուրս գալուց հետո կամ հաջորդ օրը որ պետք է գանք փորձի, ոչ ոք չի հիշում։ Այդ մտնոլորտը դրել է Երնջակյանը, որովհետեւ գալիս են բոլորը նոր օր սկսվել էլի, երեք ինչ ա եղել, կռվել ենք մի քիչ իարդ, կերել ենք մի քիչ իար միս են կերեբան, բայց անցավ գնաց, եթե մի քիչ էլի շատ է ձգձգվում կռիվը, կա բարձ դուցում։ Երեխեք չհավաքվենք միտեղ մի քիչ ուտենք, խմենք, քեֆ անենք։ Ու վсё, ամեն ինչ արդվում է։ Բայց չասեցիր Ավետը թե Զիրոյանը։ Ավետը։ Ավետը։ Զիրյանը լավն է։ Զիրիգս։ Զիրիկը։ Քո հաջորդ հարցը շատ բարդ է քեզ համար։ Քո սրտի ռեժիսորն է Արշալույս Հարությունյան, թե Լուսինե Երնջակյան։ Տես նրանք երկուսն էլ ասում եմ այրուկին մի մարմին։ Բայց պիտի մեկին ընտրես։ Տես Լուսոյի ձեռագիրը շատ եմ սիրում, շատ, բայց Արշոյի համար էլ գժվում եմ, որովհետև Արշոյի հետ ինձ չեմ կարող բացատրեմ ինչքան հաճելի է, ինչքան կոմֆորտնի Արշոյի հետ աշխատելը։ Լուսինեի հետ շատ քիչ ներկայացում է եղել, որ աշխատել եմ, երևի թե չեմ էլ աշխատել Լուսինեի հետ ներկայացումներում, բայց ասում եմ միշտ տեսել եմ Լուսինեն ինչպես է աշխատում դերասանների հետ ու Արշո ջան շատ կներես ընկերս, բայց հա երևի թե Լուսինեն Երնջակյան, իմ սրտի ռեժիսորը երևի թե Լուսինե Երնջակյանն է, որտեղ մի օր պետք է Լուսինեն վերջոյի մեծ մի բան բեմադրի։ Լսի, բայց Արշոն էլ նոր ֆիլմ է սկսում։ Հիմա լսեց։ Երբ է սկսում։ Շուտով։ Ով ասեք ես։ Լրագրողին նման հարց չեն տալիս։ Այդ ֆիլմի մասին ես գիտեմ, ցավը տամ։ Ես Արշենի հետ եմ ասում։ Արշենը արդեն գել է, մեկա չի ծախում, ես դապեր դուք ասում եք։ Լավ։ Հաջորդ հարցը։ Նշիր մեկ անուն, ում կհեռացնեիր կամերային թատրոնից։ Վայքո։ Որս ինչ բան պրովոկացիոն հարց եք տալի։ Արշոյին Հարությունյան։ Չեմ հավատում։ Չկա տես մարդ կամերայինը որ կուզե հեռացնեին։ Երթում են պապայանը չկա տես մարդ որ կուզե չգար թատրոն։ Շատ լավն են մեր բոլոր երեխեքը շատ։ Կատակը, խաղը, ես գիտեմ որ կամերային թատրոնը քո երկրորդ տունն է, շատ է սիրում թատրոնն ու բոլոր մարդկանց։ Ես կամերային թատրոնը ու մենակ ոչ միայն ինձ համար, այտենց մարդ չկա կամերային թատրոնում, որ եթե ինքը ոչ մի բան չունի անելու ընդհանրապես, տնից դուրս է գալիս, ուղղակի գալիս է թատրոն, ու ասում ես ինչ ես եկես, որ դե տունն է, ասի գնամ մի հատ դրամ ինչ կա թատրոնում կա։ Այտենց մարդ չկա։ Կամերային թատրոնում ով աշխատում է, թե դերասան, թե ադմինիստրացիոն խմբում, ով աշխատում է։ Մի հատ էս պահ գալի, օրինակ շատ անգամներ է եղել, որ երեկոյան դե ժամը 9-ի կոմերը, գործեր այդ պրծել ես, բան մեկ ասես լավ, մտել մտնեմ թատրոն, տեմ, որ թատրոնում միշտ մարդ կա։ Նգրազես նստել ես, մեկ տեսես ինչ-որ մեկը ընդեղ է։ Մեկ մի քիչ հետո մյուսն է, մեկ էլ դառնա միացես բան, նստել ենք մինչև ժամը 1 էլի, տենց ասել, խոսալ, մաֆիա խաղալ, հազար ու մի բան է։ Լավ, իսկ վերջի պրեմիերայի ժամանակ Ինչի է կարմիր կեղծամով, որ ծախվել ներկայացում։ Նա չէ, ուրեմն խմբում գրել էին dress code-ը, հետո պետք է լիներ կարմիր, որովհետև ներկայացման հագուստ ամբողջությամբ կարմիր էր, դեկորացիան կարմիր ու Լուսինե Երնջակյան գրել էր, որ երեխեք վաղը թատրոնում բանը պրեմիերա է եւ dress code-ը կարմիր գույնը, գերակը շռելու է կարմիրը եւ սպիտակը։ Իսկ ես տանը ոչ կարմիր շոր ունեմ, ոչ է սպիտակ, իրականում գնացի պրոստին առա կարմիր գույնի, այդպես փաթեցի վրա, ասի կլինի սենց գամ, բոլորը գացին հա, լավ կլի, բայց դու պրոստինով չէ էլի գայ բան, ասի հումորի համար։ Եկա այդպես թատրոնում իշել էի, որ մի հատ ներկայացում կար, այնտեղ կեղծամ կար, կարմիր գույնի, ու եկա այդ կեղծամը դրեցի, ու ինքը բան եղավ, որովհետև Ռաֆայել, կամերային թատրոնի պրեմիերան եւ Ռաֆայել Յարոսյանի կեղծամը լիքը լրատվամիջոցներ տենց էին գրել։ Թերթեմ լայֆում նկարում ես։ Արշոն էլի ասում, ապեր դու գիտես ինչ ես անում, չէ՞, էլի որ դու չկարես ներկայացում, չէ՞ էլի կանոնը մի տեղ բան ասեմ, հա դա արչա, մի ձև պետք է ծախվի այդ ձեր ներկայացումը, թե չէ։ Ռավ, բայց բեմի բարդ կողմերից էլ արի խոսենք, որովհետև դերասանի կյանքում լինում է բարդ շրջան, եւ հոգեպես, եւ ֆիզիկապես
այդ օրը պատրաստ չես լինում բեմ բարձրանալ, բայց ստիպված ես, որովհետև հանդիսատեսին հետաքրքիր չի, թե դու ինչ հոգեվիճակում ես։ Այդ պահերին ո՞նց ես հաղթահարում, ո՞նց ես բեմ դուրս գալիս։ Բեմը ունի այդ գերբնական ուժը։ Ինչքան է որ լինես մտքերով ուրիշ տեղ, ինչքան է որ լինես, ասենք, գերհոգնած կամ խնդիրներով, չկա, կապ չունի։ Հանդիսատեսը այդ օրն եկել է, ու ինքը պետքա քեզ վայելի, ու դու պիան պետքա լիցքավորես, որովհետև ինքը քեզ համար գնել է տոմս, այդ ներկայացման համար գումարը ծախսել ու եկել է ու պետքա վայելի։ Ու դու պիտի այնպես անես, որ հանդիսատեսը բավարարված գնա տուն։ Կապ չունի ինչ տրամադրությամբ ես, ոնց ես, ինձ հետ էլ է եղել, շատ դեպքեր է եղել, բեմ եմ բարձրացել, թե իմ առանձին ներկայացումներում, թե ընդհանրապես անտիպրիզային, թե կամերային թատրոնում, որտեղ որ հանդիս եմ գալիս, շատ դեպքեր են եղել, տխուր ես եղել, հոգնած ես եղել, նյարդայնացած ես եղել, բայց երբ որ բարձրանում ես բեմ այդ գերբնական ուժը ունի, մոռանում ես ամեն ինչ։ Ես 40 աշճան տաքությունով բարձրացել եմ բեմ։ Ու հանդիսատեսը դա երևի մենակ ձենից է զգացել, որ ես հիվանդ եմ, բայց չի զգացել, որ ամբողջ ժանս ցավում է, հազիվ եմ շնչում, հազիվ եմ խոսում։ Հիմա էլ ես եղել է դեպքեր, որ խոսք օրինակ ձայնս այնքան էր հիվանդ, այնքան է բան, որ միկրոֆոնով սկսեցի խաղալ։ Ու դա ներկայացման վրա չազդեց։ Կամերային թատրոնը հնարավորություն տալիս է, որ դու կարող ես իմպրովիզ անել, վերցնել միկրոֆոնը եւ։ Չգիտեմ, բեմը այդպիսի բան է։ Բեմը չի սիրում, որ դու սկսում ես տենց ձևեր թափել։ Բեմը տենց բաներ չի սիրում։ Բեմում հենց բարձրանաս, բեմը անկեղծ ես։ Հա, պետքա լինես մաքսիմալ անկեղծ ու պետքա մաքսիմալ 10 հանդիսատեսին, որովհետև այսօր մանավանդ այսօր 21-րդ դարում հանդիսատեսը շատ լավ զգում է, որն է լավ, որն է վատ, ով է խաբում, ով չի խաբում, ով է կեղծավոր, ով է անկեղծ։ Չես կարող մարդկանց խաբես։ Այդ առաջ էր, որ շատ քիչ բան կար, ու մարդիկ շրպուճ ու բաներով բան են ոգևորվում էին։ Հիմա ամեն ինչ բաց է, ազատ, ամեն ինչ տեսանելի է, հասանելի է, ու չես կարող այսօր հանդիսատեսին խաբես։ Նաև դերասանի աշխատանքի բարդ կողմերից մեկն է, երբ որ օրինակ երբ որ լռում ես, ասում են, տես չի խոսում։ Երբ որ ինչ որ կարծիք ես հայտնում, շատ հաճախ ասում են դու ինչ ես կծում։ Փալևանի մեջ մի ֆանտաստիկ տեսարան ունես, ասում ես վատ ես հագնվում, ասում են սոված դերասան, լավ ես հագնվում, ասում են ծախված դերասան։ Ծախված շուն, հա։ Այո, հա։ Գիտեք ինչ, ես սենց եմ մտածում, եթե ամեն մեկն իր տեղում ու իր գործում լինեն առաջինը, այլ ոչ թե նայեն ով է առաջինը, գործը խրամատ չի ասի։ Ես դա ներկայացման մեջ օգտագործել եմ ու էլի այդ մտքին եմ։ Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Մեր մոտ այս վերջերս ամեն ինչ խառնվել է իրար։ Մենք բան ունենք, չէ, երգ ունենք, մի հատ տերտերը բիզնես անում, բանը դեպուտատի, դեպուտատի, այդ երգը կարող են լսել եւ ամբողջ պատկերացումը կարելի է ով ինչ անում, ոնց անում, ինչ ձև անում, ինչի անում։ Չէ, ես եթե բան ունեմ ասելու, ես դա ասում եմ բեմից։ Փառք Աստծո, ունեմ այդ հնարավորությունը, բեմը դա իմ ամբիոնն է, ես ինչի մասին, որ հուզում է ինձ, ես այդ ամեն ինչի մասին բարձրացնում եմ բեմից, ու չեմ ուզում համացանցում ստատուսներ գրել, չեմ էլ մեղադրում ոչ մեկին, անկեղծ եմ ասում, ամեն մեկն իր ձևով արտահայտվում, չեմ ուզում այտենց անընդհատ բարձրաձայնեմ ինչ-որ բաներ ու ասեն, վայ, խոսացին ինչ լավ է խոսում ես, որ հետո էլ ասեն, վայ, դու ինչ ես խոսում, այ ծախված։ Խոսում ես, ասում են խոսես, չես խոսում, ասում են չխոսես։ Դրա համար ավելի լավ է ամեն մեկն իր գործով զբաղվի։ Ես իմ ներկայացման շրջանակներում այն ինչի մասին, որ ինձ հուզում է, ես դրա մասին բարձրաձայնում եմ ու հանդիսատեսը վերջում ինձ դրա համար հոտնկայից ծափահարում է։ Մի հատ էլ գամ այդտեղից դուրս նստեմ Facebook-ում ստատուս գրեմ, լայվ մտնեմ, չգիտեմ, այն մեկին բան ասեմ, այն մեկին սենց ասեմ, այն մեկին դրա ժամանակը չունեմ։ Արի բացահայտենք Ռաֆայել Երանոսյանի բզիկները։ Բզիկները, լավացի։ Ինչ վատ սովորություններ ունես տենց փոքրիկ, որից ուզում ես ազատվել, բայց չի ստացվում։ Հենց սոված եղա դառնում եմ աշխարհում նա վատ մարդը։ Ես պետքա սոված չմնամ։ Վահանը լավ բան ասում, այսօր սկսում եմ մի քիչ չարանալ, տենց բանը, մեկի վրա եմ խոսում, մեկի վրա եմ խոսում, ասում եմ, «Քավոր դու սոված ես հացկեր»։ Ես հա հենց սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը ու ամենաչար մարդը, ես պետքա սոված չմնամ։ Ու երբ որ սոված եմ լինում ու ուտելիքս տենց մի քիչ ուշանում է, այդ պայմանով որ պետք է ուտելիքը բերի, իր վրա էլ եմ չարանում ու ջղայնանում, պետք է միշտ
պիտի միշտ այդ պահին եթե սոված եմ, պետք է ինչ-որ մի բան տենց ուտեմ ու ունես կուզեի այդպես չլներ, որովհետև շատ անգամներ մանավանդ որ գնում ես հյուրախաղերի բան, շատ անգամներ դա իրոք խանգարում է։ Նաև դու սրճարանում բաժակից չես օգտվում։ Խնդրում ես ձողիկ բերել։ Դա էլ է քո բզիկներից։ Բզիկ չի։ Դե բանը աշխատում եմ դախր ինձ մի հատ բան կա, հիգիենայի մի հատ պահ կա էլի։ Դե հազարը մի բան կա, պատճառ կա հանդիսանալ, դրա համար տենց սոկը սիրում եմ տենց խմել բանով, ձողիկով, որ քիմքից մի անգամից ասնի։ Օրինակ, եթե գնում եմ ինչ-որ մի հատ տեղ, սրճարան չի, ինչ-որ մի հատ տեղ ենք, ցանկալի է որ դա խմես, ասենք մեկ անգամյա օգտագործում բաժակներով, որովհետև իսկ հանգստի ոնց ես գնում քո ամեն ինչով։ Չէ, հանգստի չէ, այնպես չի որտես դա բզիկ է, տենց ուր գնում եմ ասեմ չէ, վայ բերեք էսի բանսս բաներ չունեմ ես, դա տենց շատ բան չի։ Ծայրահեղ չի։ Հա, բայց օրինակ կան սրճարաններ, որոնք որ ճանաչում եմ արդեն, այդ մերոնք են արդեն իմնա, գիտեմ ինչա հանգիստ օգտեմ, բայց տեղեր կա որ գնում եմ ու զգում եմ որ մի քիչ մտնորդը մի քիչ ուրիշ ձև, ասում մենակ պրիտոմ դա բաժակ է կապված, ասում ինձ բան բերեք։ Ձողիկ բերեք մի հատ։ Իսկ կանանց որ գիծն է քեզ համար անտանելի։ Կանացի ինչ գիծ կա։ Վայ, ասում որ սկսում ես խոսել այտենց բաներից, մարդիկ սկսում են քեզ լրիվ ուրիշ ձև դիտարկել ու սկսում են բանը կանանց իրավունքների պաշտպանները քեզ վրա տալ ու բան չանելով, հավատաց ես մի բան կարամ ասեմ, որ սիրելի կանայք հավատացեք, իրոք մենք ձեզ շատ ենք սիրում եւ իրոք ոնց որ գրել է մեր երենջականը դուք եք մեր կյանքի միակ իմաստը, ես կանանց շատ եմ սիրում։ Ես ասել եմ ու ելի կասեմ, ես չեմ սիրում այն կանանց, ովքեր որ մոռանում են իրենց կին լինելու տեսակը, ասենք հայոյանքով են խոսում, տենում ենք, չէ՞ մեր սոցցանցերում ինչեր է կատարվում, ժամանակ, հիմա կասեն դե բան, հա դե տղեն էլ է իրան վատ պահում, գյուղ չկա որ շունչ լինի, տղեն էլ որ մի քիչ իրան պահում է, մի քիչ լկտի է, դες դե, բայց որ կինն է իրան պահում լկտի, դա մի քիչ տենց Տեսեք, ես ունենք մի քանի անգամ այդպես բան են ուղարկել, կինը տղամարդ է ծեծում, կանայք տղամարդ են ծեծում։ Ես որոշել եմ օրիգինալ լինել եւ այսօր չեմ հարցնելու այդ ավանդական հարցը, որ քեզ հաճախ։ Այո, բայց մի ճշտում ուզում եմ անել։ Հիշում ես, չէ՞, հարցազրույցներից մեկի ժամանակ խոստացել ես, որ եթե հարսանիքը լինի, կլինի հրապարակում, կերքի Սարոն Դումիկյանը եւ բոլորը ներկա կլինեն։ Խոստումը ուժի մեջ է։ Իմ ընկերները Փարք Աստծո այսօր մեր բնակավարում շատ ընկերներ ունեմ, երգիչ, երգչուհիներ, հարսանեկան արարողության կազմակերպիչներ, դահլիճներ, բան, այն որտեղ գնում եմ, ասում են Ռավ, քո հարսանիքը մեր մոտ պետք է արվի, Ռավ, քո հարսանիքը, այս վերջը մեր ընկերներից մեկը նկարանող Խուբաշա, Beautiful Day, այդ մեր Աշոտը ասեց Ռավ ջան, մինչև 2027 թվի վերջ, եթե պսակվար ամբողջ հարսանիքիդ ասենք նկարանում ու ֆոտո ու մոտո ինչ կա, ապեր սաղ ձրի է, սաղ ինչ որ պետք անի, լավ ստորի բան, որտե որ ուզում ես, ինչ ձև որ ուզում ես, ամեն ինչը ձրի է, Աստված առաջ, եթե գա այդ օրը որոշեմ, որ պետք է լինի հարսանիք, այլ ոչ թե ուղակի, տենց թեթև մի հատ հավաքույթ, եթե եղավ հարսանիք, հա ինչի չէ, բայց չլինի տենց իրուն, մեկա բոլորը, ինձանից սկսած բոլորը հրաշալի օրվան սպասում են, ես էլ ասում եմ ուշացել եմ շատ, լիքը բաներ կա չի ստացվել, լիքը բաներ կա, որ նոր մենք միջև ներկայացումը սկսելը, ասում ներկայացումը հաղորդումը սկսելը, այս վերջի շրջանում ու մեծ շփվում ես մի քիչ երկար շփվում, ասում եմ Ռաֆ, ես լուրջ հարաբերությունների պատրաստ չեմ։ Երթվում եմ ուզեմ հասկանամ ինչին են պատրաստ, բա, եթե լուրջ հարաբերությունների պատրաստ չեն, դու պատրաստ չես, որովհետև դու ունես ժամանակ, ես ախր այդ ժամանակը չունեմ, որ մի 2 տարի էլ սպասեմ, մինչև քո մոտ հասնան այդ լուրջ հարաբերությունները։ Այնպես որ Աստված առաջ, երևի թե ճիշտ մի օր ճիշտ ժամանակին գայտնենք ճիշտ տեղում։ Կարող է մենք սխալ ժամանակներում ու սխալ տեղերում ենք միշտ հայտում, դրա համար ես միշտ ուրիշ ձևա լինում, բայց Աստված առաջ։ Կուզեմ խոսենք վաղ տարիքից այդ թեմայից։ Ասում են 40-ից հետո ինչ որ տարիքային ճգնաժամ է սկսվում։ Դու զգացել ես դա վաղ տարիքից, որ օրինակ մեծանում ես, երբևէ նման մտքեր Տես, Անջան, մեծանում ենք, նենց չի որ ասենք վայ դե մենք, ես օրինակ մենք օրանում եմ, վայ մենք 20 տարեկան ենք, բան 20 տարեկան չես մեծ ես արդեն, օրինակ ես չեմ կարող ասեմ, վայ ես 20 տարեկանի պես եմ, չէ 20 տարեկանում ուրիշ ձև էր իմ օրգանիզմը շարժում ու ընդհանրապես ամեն ինչը, հիմա 44 եմ, բայց չեմ ասի որ ես
արդեն մեծ եմ, կան լիքը 44-եր, որոնք որ տենց մեծ են արդեն։ Եվ կան 20։ Ես չէ 44-ում էլի ապրում եմ, էլի ուրախանում եմ, էլի նույն ձև ապրում եմ։ Ճիշտ է, հիմա առաջ որ 3 օր չէի քնում, կարողանում էի տենց դիմակայել, բայց հիմա որ 2 օր չեմ քնում, երրորդ օրը գլուխս արդեն սկսում է ցավել։ Դա նշանակում է, որ արդեն օրգանիզմը թա, մեծանում ես, մարդ ես, մեծանում ես։ Բայց պետք չի տենց համարել ես մեծ եմ արդեն, ես մեծ եմ արդեն, չէ։ Այս վերջերս հարսանեկի ժամանակ մի հատ երեխա եկավ, բանը Ռաֆս կգաս իրար պարենք, դա այդպես բան եղավ, մի քիչ գտես քանի տարեկան ես, բա 11, ասի պապատ քանի տարեկան է, ասեց 36, ասի պապատ ինձանից 10 տարի փոքր է, հասկանում ես։ Այդ մարդը երևի չի ընկալում, որ ես արդեն մեծ մարդ եմ, ինքն էլ չգիտեր երևի, որ ես պապայից մեծ եմ, որովհետև երևի տենց կերպարով է ֆիքսել։ Հա, երևի տենց որ ես ուրիշ ձև եմ ապրում, իմ կյանքը ընդհանրապես ուրիշ ձև է, թեթև եմ ապրում, մարդիկ չեն մտածում, որ տարիքային ինչ-որ մի բան կա։ Հա, ես չեմ ամանչեմ ասել, որ ես 40-ն անց եմ։ 40-ն անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ արդեն ոչ մի բանի պետք չեմ։ Չէ, ես էլ երեխայիդ, որ առաջին արժեքը կսովորացներ, որը կլիներ։ Մարդ լինելը։ Իմիջիայլոց հենց այստեղ որ նոր գալիս էի, հենց այդ էր մտքովս անցա, որ երկու երեխա են խոսելով գնում էին ու տենց ինքսին սկսեցի ասի, այ օրինակ եթե ես վաղը իմ երեխան ծնվի ու արդեն մի քիչ սկսի հասկանալ, ինչ պետք է սովորացնեմ, որպես շատ բան նա, որովհետև նայում եմ իմ ընկերները հիմա ինչ ոչ թե խնդիրների, այլ բացատրելու, որովհետև հիմա մի քիչ ուրիշ ժամանակներում ենք ապրում ու երեխաներին շատ բաներ կա բացատրելու, առաջ չկար, առաջ շատ քիչ էր բացատրելու, հիմա շատ բաներ կա բացատրելու, ինչ անես, ինչ չանես, ոնց անես, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, որն է բան, ու այս միտքը այստեղ գալուց առաջ էլի մոտ, որ ինչ ձև օրինակ ես կդաստիարակեի իմ երեխային կամ երեխաներին, ես կդաստիարակեի առաջինը, որ ամենամեծ բանը, որ նրանք ունենային, դա մարդ մնալն էր ու մարդ տեսակը, գիտելիքները պարտադիր է շատ իմանալ լեզուներ, սովորել, կրթվել, բայց երեխան տնից է դաստիարակված դուրս գալիս, ոչ մանկապարտեզն է դաստիարակում, ոչ դպրոցն է դաստիարակում, ոչ էլ չգիտեմ, մանկապարտեզն իա բանն է տալիս, դպրոցը բակը լրիվ ուրիշ բան է տալիս, բայց տնից է դուրս գալիս մարդ։ Ես տենց եմ մտածում, դա իմ կարծիքն է, կարող է սխալվում եմ, բայց ըստ իս տնից է դուրս գալիս մարդ։ Դպրոցն իրանն ասում է, մանկապարտեզն իրանն ասում է, բակը, համալսարանը, բայց եթե ես եղա չար մարդ, իմ տեսակով ասել, ինչ տանը տեսել եմ սովորել եմ, դպրոցում իշխանը դասատուին ինձ ասի չի կարելի։ Մեկը այս արդեն դա տեսել եմ, սովորել եմ այդպես արդեն։ Տնից պետք է դուրս գալ լավ մարդ։ Իսկ ինչի հետ ես անհամաձայն ես աշխարհում։ Ինչի հետ չես համակերպվում։ Անհամաձայն, որն է անհամաձայն, ես ասում եմ իրավունք չունեմ, որպեսզի համաձայնվեմ կամ անհամաձայն լինեմ։ Համենայն դեպս այն ինչը որ ինձ դուր չի գալիս, ես այտենց չեմ անում ու այտենց չեմ ապրում։ Լիքը բաներ կա, դե աշխարհն է խառնվել իրար, աշխարհն է լրիվ ուրիշ տեղ, աշխարհն է այլասերվել։ Մենք էլ այդ աշխարհում, մենք էլ այդ երկրագնդի վրա ապրող մի հատ ինչ-որ մասնիկ բան ենք, էլի, այդպես փուչուրիկ ինչ-որ մի հատ տեղ են գրավում ու մենք էլ ենք ապրում։ Որ շրջագայում եմ տեսնում եմ իրոք շատ բաներ փոխվել է ու ամտարես-տարի է փոխվում աշխարհում էլ։ Արդեն ասենք այս տարի ավելի շատ արդեն բանը արհեստական այդ ինտելեկտներ, AI-ը մտել է արդեն մարդկանց մեջ, արդեն որ գնում ինչ-որ մի հատ ռոբոտ է դիմավորում ինձ, արդեն իմ ճամպրուկը որ պետքա դնեմ ինչ-որ միտեղ առաջ եթե դա մարդն անում, հիմա գնում եմ ես ռոբոտի հետ ես գրում եմ, դնում եմ սկրին եմ անում, կապում եմ, դնում եմ, մարդու բաներ պետք չի ոնց որ, մարդ էլ պետք չի, գնալով արդեն այդտեղ են գնում։ Հիմա ինչքան ես համակերպվեմ կամ չհամակերպվեմ այդ ամեն ինչի հետ, աշխարհը գնում է այդտեղ։ Ինչքան ես ուզեմ շփում, չէ, բայց աշխարհը գնում է մի հատ ուրիշ տեղ, չկա, սա դառնա վիրտուալ։ Սա քո տեղի շոր բաներ արդեն որոշում են։ Արդեն որոշված կա, թե ինչ է լինելու այս տարի, այս 10 տարվա մեջ կամ այս 100-ամյակի ընթացքում արդեն որոշված է ամեն ինչ։ Աշխարհում։ Իսկ մենք էլ այդ աշխարհի մեջ ապրող մարդիկ ենք։ Ինչ վերաբերվում է մեզ, մեր դիրքին, մեր աշխարհաքաղաքական
հայացքներին, որ մենք այստեղ բնակվում ենք, հա շատ բաներ կա, որ կուզեի այտենց չլիներ։ Կուժնը կուլենա խառնվել իրար, էլ չես հասկանում որն է ճիշտ, որն է սխալ, ով շատ հայոյում է ու բարձր հայոյում է, ինքը լավն է, ով լիքը բաներ կա, որոնք որ ինձ նյարդայնացնում է, աշխատում եմ չնկատել, չլսել, փակել եմ Facebook-ում բոլոր տեսակի այդ ստից ինֆորմացիաների հոսքը, որ գալիս է, վատ ինֆորմացիաների հոսքը, չի բերում ինձ մոտել, այդքան ուշ չունեմ, որ առավոտ ուղղակի արտանամ, մտնեմ համացանց տեսնեմ ինչ կա, տեսնեմ դիակ, արյուն, մարդասպանություն, բռնաբարություն, չեմ կարա, մարդ ես, չես կարա այդքան ամեն ինչին վեկալես, մարդ կա դրանից երևի հաճույք է ստանում, ինքը տարածում է, ինքը բան անում, չեմ կարում ես դա ընկալեմ ու չեմ կարում դա հասկանամ, համացանցն էլ պետք է օգտագործել ճիշտ։ Խոսում էինք հաղորդումից առաջ, դու էլ հաստեցիր, որ հենց ամենաշատ դիտումները ունեն նմանատիպ լուրերը։ Հա, վերնագիրը, ավելի շատ վերնագիրն են կարդում ու առանց բուն հաղորդումը նայելու, ավելի շատ վերնագիրի դիտումներն է շատ ու ավելի շատ վերնագրի նայելով են կոմենտներ գրում կամ բուն հաղորդումը։ Ու դա իր պրոբլեմը։ Հիմա մենք խոսեցինք այդ 1 ժամ, այս 1 ժամի ընթացքում կարող է ինչ-որ մի բան, ինչ-որ մի ձև, ուրիշ ձև ընկալվի եւ հասկանա, իրանք այդ կտորը վերցնեն ու սարքեն չգիտեմ ինչ, ու գցեն Facebook կամ Instagram կամ չգիտեմ TikTok, ու տակը ինչ ասես, ինձ չասեն։ Մամա, պապա, բան, ինչ ասես։ Բայց որ խոսքը օրինակ մի օր, ասենք դուրս գաս փողոց ու տեսնես այդ բոլոր այդ ասողները, որ քեզ բան են ասում, տենց սպասում են քեզի ու ասեն, չկան, դրանք չկան, չի դրա համար եմ ասում, չգիտեմ, դրանք մարդ են, թե մարդ չեն։ Ոնց կարելի է մտնել մարդուն հայոյել, ոնց կարելի է մտնել մարդու անձնական կյանք, ինչի պետք է մտնել ու ինչ-որ մեկի կնոջը կամ երեխային կամ չգիտեմ ում հայոյել, ինչ-որ բան ասել, ով է տվել ինչ-որ մեկին այդ իրավունքը։ Ով է ինչ-որ մեկին տվել իրավունք, որ առանց իմ թույլտվության իմ ինչ-որ մի բան վեկալեն եւ տարածեն։ Աշխարհն էլ է, չէ՞, տենց։ Բայց մենք ասում ենք, դե մենք ուրիշ ենք, չէ՞, մենք հայերս ուրիշ ենք, բայց եթե ուրիշ ենք, եկեք այդ ուրիշ ձևով էլ առանձնանանք ու աշխարհը մի քիչ տենց չլնենք, էլի։ Քիչ ենք, 3 միլիոն ենք ընդամենը ապրում ես տարածաշրջանում։ Կարանք, չէ, իրար սիրենք, իրար հարգենք, ձեռքի տանք, ուսուսի տանք, օգնենք իրար, դե, ասում չհարացել ենք։ Այս հաղորդումը, երբ որ եթեր գնա, դու արդեն Միացյալ Նահանգներում կլինես ներկայացումով, ու հետո գիտեմ, որ նոր աշխատանք է սպասում, կարող է 2 խոսք ասենք դրա մասին։ Միացյալ Նահանգներ, այո, Միացյալ Նահանգներ գնում եմ stand-up for stand-up, Գոռ Կիրակոսյան, Վաչեն Թովմասյան, ամեն տարի քաղաքի մեր հանրապետության, մեր հայերի մասին է ինքը, հավաքվում են բոլոր մոնոներկայացում անողները, ստենդափերները եւ տենց ինքը լինում է շոու ծրագիր։ Տարին մեկ անգամ ինքը ոնց որ տենց մրցանակներ, տարվա լավագույն տենց հումորի վարպետ, բան, այս ձև, սենց բան է լինում Միացյալ Նահանգներում։ Եվ քանի որ ես էլ այս պայն գտնվում եմ Միացյալ Նահանգներում, տենց ընկերներից հետ որոշեցինք, որ շատ մարդ կա, որ իմ փալևան ներկայացումը այնտեղ չէր տեսել։ Ճիշտ է, յուրախաղարով եղել է այնտեղ, բայց այնպես ստացա, որ ժամանակի մեջ չկարողացա տեղավորվեմ եւ ոնց ասում եմ, վերջին ներկայացումը չխաղացի։ Հիմա այս պահին գրվում է իմ թվով 4-րդ ներկայացումը, վերնագիրը չեմ ասի, թող ասում է պրեմիերայի անունով բան, այս հաղորդումից չնչի ես ասում դրա մասին կբարձրաձայնեմ, ֆիլմի սցենարական աշխատանքներն ավարտվում արդեն, որովհետև Գոռ Կիրակոսյանի հետ հաջորդ տարի պատրաստվում ենք հանրապետությունից դուրս նկարահանել գեղարվեստական ֆիլմ, եւ 2 հաղորդում ենք սկսում ավելի տենց ինտերնետային սոցցանցերի համար, YouTube-յան ալիքի եւ Instagram, Facebook, մտահոգվում են Ռաֆայել Յանոսյան, այսպես է կոչվում, եւ այն ինչը որ չի կարելի, փորձեմ դրա մասին տենց բարձրաձայնել։ Չի կարելի, շատ բան կա, որ չի կարելի։ Ոչ թե տենց սովորացնում եմ, բան, չէ, ինչը որ չի կարելի, փորձեմ դրա մասին բարձրաձայնել, որ դա չի կարելի դա։ Չի կարելի, բան, տենց վիճակը մեքենայից գցել։ Չի կարելի, ասենք, ոնց ասեմ, մի քիչ
բան են անում, ոնց ասեմ, որ ոչ մեկին չվիավորեմ ու չնեղացնեմ։ Մեկը մտավոր մի քիչ ունակություններով մի քիչ թեր զարգացած է, նկարել յան ծաղրելով գցել համացանց ու դա դարձնել միմ, որ տենց տարածվի անընդհատ։ Շատ բաներ կա, որ չի կարելի։ Չի կարելի, ասենք, առանց հերթ գալ եւ գնալ մտնել ինչ-որ մի հատ տեղը տենց չի կարելի, ասենք, բանկոմատը ձեր փող ես անում, ստեղ ինչ-որ մեկը կանգնած լինի։ Չի կարելի, շատ բաներ կա, որ չի կարելի։ Չի կարելի ուշացնել բժիշկի մոտ գնալը։ Չի կարելի հազար մի բան։ Մենք մենակ սովորենք, որ պետք է ժամանակին վճարել գազի եւ լույսի վարձը, ուրիշ ոչ մի բան ժամանակին չենք անում։ Բայց լիքը բան կա, որ պետք է անել ուղղակի ժամանակին։ Մենք նաև խոսեցինք հանրային մարդը ինչպիսին պետք է լինի, դու ասացիր, դա ես սկզբում ասացի, որ դու շատ հասարակ ու անկեղծ մարդ ես, բայց Հայաստանում էլ կան շատ հայտնիներ, ովքեր խուսափում են օրինակ հարցազրույց տալուց, շատ երևալուց։ Դու օրինակ խանութից օգտվում ես հաց գնել, տրանսպորտից օգտվել, եթե օրինակ մեքենա չունենայիր, թե գտնում ես, որ պետքա դերասանը մի քիչ ավելի չապրի այդ կյանքով։ Ես գնում եմ սիրում, առավոտուրն անում եմ, հերթ կանգնում եմ, մարդ եմ, ապրում եմ, ոնց որ ապրում են բոլորը։ Մի քիչ ավելի տենց դե ճանաչված մարդ եմ, թատրոնի դերասան եմ, կինոյի դերասան եմ, բայց դրանից ես բան չեմ անում, որ ես նայեք, բան, չէ, ես գնում եմ, էլի եմ ասում, ես իմ գյուղը, դա ես որ գնում եմ գյուղ, ոնց կարամ ախր ուրիշ ձև լինեմ, չեմ կարող ախր, չի ստացվի մոտ, ոնց արեմ, գնամ գյուղ, տնից դուրս չգամ ու ինձ ոչ ոք չտեսնի, ոնց կարա տես լինի, գնում եմ գյուղ, արդեն երեխաները մի քիչ մեծացել են, մեր գյուղի մի հատ սերունդ է եկել են, որ գնում ես արդեն առաջ գնում էի կարողանում եք գյուղում հանգստանալ, հիմա որ գնում եմ այդ մեր բակում, տենց սաղ գյուղիշկան երեխա կա, սիրուն հագնած գալիս են, չգիտես ինչի որոշվում որ մեր բակում պետք է խաղան, որ Ռավա ձածա մի հատ դուրս կգաս, դուրս ես գալու, մեկ էլ երեխեքով գալիս են, սկսում եք ես հարցեր տալ, մեկ էլ գնում ես, մեկ էլ իրանք սկսում են ավելի բարձր խողալ, խասալ ու կանչել դուրս։ Կամ էստե երրորդ մասում մի օր տանն էի, տես դրան դուրը խփեցին, դուրը բացի, տես լիքը երեխեք էին, տես կանգնած էին դրան դեմ, մեկ էլ երեխեքից մեկը ասում է, տեսակ որ ասում են մեր շենքում ապրում չէիք հավատում։ Այդ ժամանակ դու ոնց կարող ես քեզ սենց պահել։ Չես կարա տենց պահել։ Ես իջնելուց, տնից իջնելուց տեղ մեր բակում մի հատ Սուսանտոտայի, Սվետոտային, որ տեսնեմ նստած են բեսեդկայում խոսում են, իրար հետ ոնց կարամ չգնամ մի հատ իրանց հետ չնստեմ, չխոսանք, ինչ պրոբլեմ կա շենքում, ինչա պետք անել, տենան բակի երեխաները ասենք պիկնիկ են կազմակերպել, ոնց կարամ այդ երեխեքել չգնալ, ասենք այդ պիկնիկին չմասնակցել։ Պետք է ինձ համար լավ բան է, չէ՞։ Իսկ լինում է, որ հոգնես այդ ուշադրությունից, ասես Երանի ինձ չճանաչեն։ Չէ, այդպես մարդիկ թող որ ասում են հոգնել ենք իրոք բան ուշադրությունից սուտ բոլորն էլ ուզում են ուշադիր լինեն ես չեմ օգնել ես եմ ընտրել այս ճանապարհը ինձ հաճելի է որ փողոցում ինձ տեսնում են ժպտում են այ այստեղ տեսակ ինչքան հաճելի է մարդիկ անծանոթ մարդիկ են տեսան ինձ ուրախացան ու լավ բաներ ասին ես դրանից ոնց կարամ չողքեվորվեմ ու սպասում են որ նկարվեն ու սպասում են որ նկարվեն հիմա այստեղից դուրս եմ գալու էլի մարդիկ տեսնելու են ժպտալու են բայց ամեն ինչը դրա համար եմ ես չէ բեմում դրա համար եմ ես այս ասպարեզում, որ մարդկան ժպիտ պարգևեմ ու այդ էլ ստանում եմ ես արդեն փողոցում, խանութում, հիվանդանոցում, ամեն տեղ որտեղ որ գնում ես, հարգանքը, պատիվը, դա շատ լավ բան է ու ես ուրախ եմ, որ այդպես է, որովհետև ես եմ ընտրել։ Պատկերացնում եք ես լինեի վատ դերասան ու վատ մարդ ու փողոցում ինձ տնեի sense անցնեին։ Եթե մեռնեի ավելի լավ չէր։ Շատ կարևոր է դերասանի համար նաև գնահատված լինելը։ Վերջերս ես ներկա էի Կամերային թատրոնի բակում ամիսներ առաջ բացվեց քո եւ Լուիզայի աստղերը։ Ես առաջին անգամ քեզ այդքան հուզված տեսա այդ օրը, իրականում կպատմես այդ էմոցիաների մասին։ Դա գիտես ինչ է, ինձ համար շատ կարևոր է Կամերային թատրոնի մրցանակաբաշխությունները ամեն տարի որ արվում է երկաթ մրցանակաբաշխությունը, որովհետեւ Կամերային թատրոնով այդ ոչ թե ինչ-որ մարդիկ են որոշում, որ տենց պետք է լինի, այլ դա որոշում է հանդիսատեսը։ Դա հանդիսատեսի որոշելով է, տարվա լավագույն դերասանը, ում համար են ավելի շատ զանգարել, ում են ավելի շատ ուզեր, որ ներկայացումն ավելի շատ խաղացվել, ում բանը աստղը կուզեիք, որ դրվածներ, դա որոշում է հանդիսատեսը։ Ու դա թափանցիկ է համենայն դեպս մեր մոտերը նշի որ չէ այս տարի եկեք տանք Ռաֆոին ու Լուիզային մյուս տարի կտանք ասենք Քեթրինին եւ Սենոյին այտենց չի դա հանդիսատեսն է որոշում ու այնքան
ինձ համար անակնկալորեն այնքան հաճելի ինձ համար այդ պահին, որ ես 20 տարի արդեն կամերային թատրոնի բեմում եմ։ Ու 20 տարի ուրեմն դու արժանացել ես, չէ՞ դրան, ուրեմն հանդիսատեսը գնահատել է քեզ, ծափարել է քեզ ու դրանից լավ բան, դրանից ավելի մեծ գրավական, դրանից ավելի լավ նվեր, դրանից ավելի կյանք, էլ ինչ կարա լինի։ Բայց հիշում ես, որ մինչև աստղերի բացվելը ես ասում էի Ռաֆո դու ես ստանալու։ Հա, ես տժում եմ, չէ, ես ով եմ, որ ում դրան շունը, որ ինձ աստղ տամ, ասես միշտ բան է ասում, ու իրոք շատ անգամ ես հենց եմ նայում ամեն ինչին, դե մտածել եմ, որ դե հա դե ինչ է, լիքը մարդիկ ան բան, բայց չէ, ասում եմ, էսի էլի եկավ այն պահը, երբ որ դու պետքա իրոք շնորհակալ լինես հանդիսատեսին, շնորհակալություն քեզ, սիրելի հանդիսատես, որ դու կաս ու շնորհակալություն, որ գնահատում ես դու իմ ու մեր աշխատանքը ու հավատացեք այդ ամեն ինչը փոխադարձ է։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ եկար։ Արի միասին ընտրենք իմ հաղորդման հաջորդ հյուրին, եթե դեմ չես։ Ինչ որ անուններ կարող պետք է ասես կան, թե ես պիտի բանում։ Նայ, արի սենց անենք։ Արի դու առաջարկի։ Արի մեր Սոնա Մաթևոսյանին կանչենք։ Կլինի։ Կլինի։ Որովհետև Սոնան Մաթևոսյան բացի նրանից, որ ինքը տաղանդավոր մարդ է շատ։ Սիրով կսպասենք Սոնա։ Ես Սոնային, ես բացի նրանից, որ Սոնան իմ շատ լավ ընկերն է, շատ լավ ընկերը։ Ես ես վերջերս Սոնային, ինչքան էլ որ ճանաչել եմ ու ինչքան էլ որ խաղացել եմ ու ինչքան էլ Սոնային մի ուրիշ ձև եմ բացահայտել, թե որպես մարդ, թե որպես դերասանուհի։ Ուրիշ ձև եմ բացահայտել։ Վերջի պրեմիերային էլ էր փայլում Սոնան։ Ամեն ինչով, ամեն տեղ է փայլում Սոնան ու ինձ կուզեմ, որ Սոնայի հետ էլ զրուցես, որտեղ ինքն էլ շատ անկեղծ ու շատ բարի մարդ է ու տաղանդավոր մարդ։ Սոնա Մաթևոսյան։ Ես կոմենկոմ չգնասել, որ զանգի անին անպայման կգաս հաղորդմանը հյուր։ Ռաֆ, հաղորդման վերջում ուզում եմ քեզ նվիրել մեր հաղորդման գործընկեր She Beauty սրահի կողմից նվեր քա։ Ցանկացած ծառայությունից կարող ես օգտվել։ Օ, ինչ լավ, շնորհակալություն։ Կորյունիտաս Beauty Academy։ Գնացինք։ Հենց այսօր էլ գնում ենք այնտեղ քսվել դզվելու սիրունանալու։ Հաղորդման գործընկերն է She Beauty գեղեցկության սրահը, հասցե կորյունի 10, հեռախոս 091 20 82 56։ Շնորհակալություն քեզ Անջան, քո այս հրաշալի հաղորդմանն էլ, որ ես երկրորդն էի, թող լիքը առաջընթաց լինի, լիքը լավ հյուրեր կան, լիքը անկեղծ մարդիկ կան ու առանց մեյքափի շփվեն ու հնարավորինս լինեն պարզ, հնարավորինս լինեն անկեղծ, անխափան եթերներ, լավ հյուրեր ու լիքը լայք, լիքը շեյր, լիքը զանգակ եւ այլն, գիտեք այդ ձևերը սա։ Վերջում արի մի լուսանկար առանց ֆիլտրերի։ Давайте.